Ես ինչ մտքեր է, ես ոնց հասկանում եմ Թազասարյանի Կամասուտրայի գիրքն է, հեսա մի քանի բան իր հետ կարդանք։ Եկեք ես բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենոցը։ Արդեն սկիզբը ասում է ինչի մասին է խոսքը։ Այո, չէիք հաճի արդյոք մինետ անել։ Ինչ մինետի մասին է խոսքը։ Ու նշան, որ այս գրքում չկա գրքի վրա նշված որևէ 18+, այսինքն հասանելի է 0-ից բարձր բոլորին։ Անցնենք առաջ։ Պոպուլիկով տիկինը, այս մտքի սատարողներին է հիմնականում հարցս ուղղված, էլի, ձեր համար նորմալ է, որ այս գիրքը կարա ձեր երեխեն կարդա ու բարձրաձայն ձեր հետ կարդա այս գիրքը, ձեր վերաբերմունքը այդ ընթացքում ինձ շատ հետաքրքիր է։ Անցնենք առաջ։ Մոտեցա ուղակի հիանալի էր, նրա մարմնի ուրվագծերը զգլխի չէին ու կատարյալ, հետույքը կլորիկ ու գրգռիչ, ոտքերը ներփիկ, մազերը արձակ, երբ մոտեցա երևաց նաև կուրծքը, կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առազգական, արձանը կարծես ասում էր վերցրու ինձ։ Ես այս միտքը կարդալուց առաջ սկզբից գիտեի աղջկա մասին է խոսում, բայց հետո պարզվեց արձանի մասին, Մետ էլ էր մի քիչ տարօրինակ իմ համար։ Ինձ թվում է բոլորի համար տարօրինակ է։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին, կռահիր թե ինչ կա այնտեղ։ Պաուլան ցուցադրում էր թևի տակ աճած կարճ մազերը ու որ ահավոր գրգռիչ էին։ Ինձ թվում է այս միտքը գրողը հորմոնալ խախտումներ ունեցող մարդ է, հորմոնալ խախտումներ, ուրիշ ոչ մի բան չկա ստեղ ասելու։ Ավելի հետաքրքիր բան։ Չնայած ես գժվում եմ կույս տղաների համար, նախ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա, եւ հետո նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն պրծնում առաջին իսկ ներթափանցումից։ Գրքի հեղինակը ուզում է հիշվի նման ձևերով մարդկանց մեջ, այսինքն ուրիշ տպավորիչ քայլեր չի կարող ինքը անի։ Անցնենք առաջ։ Սիրտը ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո։ Ուղեղն ասում է, մասի համար չի կարելի ամբողջը վտանգել եւ առնվազն պետք է բարձր հայտարարել, որ այս դաշտավայրերը մեզ պետք չեն, որ պատրաստ ենք այդ հողերը վերադարձնել հանուն խաղաղության։ Թուլամորթ մարդու միտք է էս, չկռվող, չպայքարող իր ունեցածի համար, ու արդեն պարզ է դառնում դիրքորոշումը պատերազմի ու հող հանձնելու վերաբերյալ, այս մարդու դիրքորոշումները էս է։ Ու խնդրում եմ այս մտքի սատարողներին, իջնեն իրանց հայատ, իրանց ընկերների տան այս գիրքը, իրանց սատարողներին ու ասեն վերցրեք, կարդացեք, տեսեք ում ենք մենք սատարում։ Եթե այսքանից հետո սատարում եք, խնդիր չկա։ Սուսին տվել։ Շուշին մատ բզբաղ, բզգույն, քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Taking off the motherfucking We defeated Քոչարյանն ու Սարգսյանին։ Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին։ Ես ասում եմ, Փաշինյանը is no one։ Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը։ Was heading even a small колхоз։ Մարդ, որ իր կյանքում մի կոլխոզ չի ղեկավարել, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ ու պատժվեց դրա համար։
Փաշինյան, նախ առհասարակ ես հիմա ներողություն եմ խնդրում մեզ դիտողներից ու հատկապես իմ որդիներից, որոնք կարող են համացանցում այսպես թերթելով պատահաբար հանդիպել այս տեսանյութը։ Ես հիմա հատվածներ կընթերցեմ ձեր հեղինակած մտքերից H19-րդ երկրի հակառակ կողմը։ Չէ, դու տեսար այդ դատախազքածին, գիրք է գրել, ես քո բերանը բազմակետ, բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը, ինչ նկատի ունես։ Ասեմ, աղբերս, պարզ ասեմ, դու գիտես ինչու նա մեզ տանել չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել։ Այդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, եւ ինքը վերջապես մի խոսքով լավ շարունակեմ այս միտքը։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի այդպես ինքներն եք նկարագրում, բան ու ասում, որ նա կարծես ասում էր վերցրու ինձ։ Դրանից հետո դուք խոսում եք տարբեր աշխարհակաղակական կենտրոնների մասին, միևնույն է, մեջբերում եմ էլի հատվածը։ Միևնույն է, ամերիկացիք գ են, եվրոպացիք են, դառնացած ասած Մարկոն։ Ռուսները նույնպես, որպես հետգրություն ավելացրեցի ես։ Դուք, որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին, ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Հաջորդը, կողեմ քո Ամերիկան, կողեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների։ Կողեմ քո Ռուսաստանը, քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն։ Ով է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել։ Թրամփի այդ հանդիպումներում այս մասին ասում եք, արծարծում եք, թե չեք ասում։ Եվ ինձ համար ամենատարակուսելին, անկեղծ ասած, պատերազմի դրվագում ձեր նկարագրություններ, էլի մեջբերում եմ։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ աղաղակը խեղդվում է ծափ ծիծաղի, երկու բարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան ճխորի մեջ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի կանանց ողբը, ովքեր իրենց անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։ Ես տեսնում եի այդ պատերազմը, այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում եի այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվածող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Մեջբերման ավարտ։ Դուք նախորոք պլանավորել եք այս ամենը, պարոն Փաշինյան, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների, հարազատների մեղմ ասած ողբը պիտի խլացվի ձեր զարգաց թմբուկների, ձեր կազմակերպած ֆեստիվալների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմուկի մեջ։ Այս ամենը պլանավորված է ձեր պարգևատրումների, որի մասին նույնպես խոսել եք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք տեղյակ չեք իհարկե, որ աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Եվ այն ինչը դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից, որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ եւ հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Ես դա չհրապարակված ժամանակ հրապարակել եմ Հայկական ժամանակ օրաթերթում եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի քննարկումներ նախկինում եղել են, կարող ենք եւս մեկ քննարկում իրականացնել եւ դուք էլ կարող եք մասնակցել եւ ձեզ հետաքրքրող դիտարկումները անել։ Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել։